Ինչ է նուրոֆենը եւ ինչու այն կա գրեթե բոլոր տներում։ Նուրոֆենը աշխարհում ամենահայտնի ցավազրկողներից եւ ջերմիչեցնողներից մեկն է։ Դրա ակտիվ նյութը իբուպրոֆենն է, որը պատկանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի խմբին։ Իբուպրոֆենը ստեղծվել է 1960-ականներին Մեծ Բրիտանիայում, իսկ նուրոֆեն ապրանքանիշով վաճառվում է 1980-ականներից։ Ի տարբերություն որոշ այլ ցավազրկողների, իբուպրոֆենը միաժամանակ ունի 3 կարևոր ազդեցություն։ Նվազեցնում է ցավը, իջեցնում է ջերմությունը, պայքարում է բորբոքման դեմ։ Դրա համար այն ավելի արդյունավետ է կիրառել ատամի ցավի, ականջի ցավի, մկանային եւ հոդային ցավերի, վնասվածքների, դաշտանային ցավերի դեպքում։ Ինչ պետք է իմանալ երեխաների հետ կապված։ Ամեն մի մայրիկ իր դեղատուփում հաստատ ունի իբուպրոֆեն։ Մինչև 6 ամսեկան երեխաների համար իբուպրոֆենի օգտագործում խորհուրդ չի տրվում առանց բժշկի հստակ ցուցումի։ 3-ից 6 ամսականում կարելի է միայն բժշկի ցուցումով եւ եթե երեխան կշռում է ոչ պակաս քան 5 կիլոգրամ։ Դեղաչափը հաշվվում է ոչ թե տարիքով, այլ քաշով։ Սովորաբար այն ընդունում են յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ, օրական ընդհանուր դեղաչափը չգերազանցելով 20-ից 30 միկրոգրամ կիլոգրամի մի քանի ընդունումների մեջ բաժանված։ Ընդունումների միջև պետք է պահել առնվազն 4 ժամ, իսկ 24 ժամում չգերազանցել առավելագույն դեղաչափը։ Երբ չի կարելի տալ նուրոֆեն։ Ջրծաղիկի ժամանակ նուրոֆեն չի կարելի օգտագործել։ Ինչու՞։ Բարձրացնում է ծանր բակտերիալ վարակների ռիսկը։ Կարող է նպաստել նեկրոզացնող ֆասցիտի զարգացմանը, թուլացնում է իմունային պատասխանը եւ իբուպրոֆեն կիրառելով կարող ենք թաքցնել ախտանիշներ, ինչի պատճառով բուժումը կարող է ուշանալ կամ այլ ուղղությամբ գնալ։ Ջրազրկման ժամանակ չի կարելի կիրառել, եթե երեխան ունի օրինակ փսխում, լուծ, չի խմում հեղուկներ, այս դեպքում նուրոֆեն տալը շատ ռիսկային է։ Ինչու՞։ Իբուպրոֆենը կարող է խանգարել երիկամների արյան մատակարարմանը եւ բերել սուր երիկամային անբավարարության։ Այս դեպքում պետք է առաջին հերթին շատ հեղուկներ տալ։ Իբուպրոֆենը նաև հակացուցված է, եթե կա ալերգիա ոչ ստերոիդային հակաբորբոքայինների նկատմամբ, ստամոքսային խոց կամ արյունահոսություններ, ծանր սրտային, լյարդային կամ երիկամային խնդիրներ, հղիության առաջին եւ երրորդ եռամսյակ։ Նուրոֆենը արդյունավետ եւ օգտակար դեղ է, եթե ճիշտ է օգտագործվում, բայց դա ցանկացած իրավիճակում անվնաս չէ եւ կան դեպքեր, երբ այն կարող է հանգեցնել իրականում լուրջ վտանգների։ Եթե այս տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվիր իմ YouTube-յան էջին, քանի որ այստեղ դու կարող ես գտնել ցանկացած ինֆորմացիա դեղերի մասին, որոնք որ հիմնված են միայն գիտական ապացույցների վրա։ Քո առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկությունից։ Առողջ եղիր։